Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր ապրիլի 16-ն է 2026 թվական։ Ընտրությունների հետ կապված կարճ անդրադառնամ, շատ թեմաներ ունենք, որոնք պակաս կարևոր չեն մեր երկրի ներկայի ու ապագայի հետ կապված։ Նախ լայնորեն տարածվում է ընտրակաշառքի թեման, բացահայտումներ են անում, ձայնագրություններ, չեմ ուզում մտնեմ խորանամ դրա մեջ եւ դառնանք կոնֆլիկտի կողմ, ով է ճիշտ, ով է սխալ, ուղղակի ընդհանրական գնահատական տամ, կտրականապես մերժելի է ընտրակաշառքը, եթե մենք ցանկանում ենք, որ մեր ժողովուրդը ընտրություն կատարի, մենք մեր ժողովրդին ընտրակաշառքով ինչ ընտրություն ուզում որ կատարի, ինչ ենք ուզում ստանանք։ Դրա համար չեմ տա գնահատական, թող իրավապահ համակարգը որոշի, բայց եւ միևնույն ժամանակ հավասարապես մերժելի է, եթե չասենք ավելի շատ, իշխանությունների արածը, այսպես ասած, օրինականացված ընտրակաշառքը, որը իրենք անում են։ Բյուջեի փողերի հաշվին ինչ անեն ներկայացնեն որպես իրենց արածը։ Անվերահսկելի գումարներ ծախսեն։ Պարգևավճարներ տան մարդկանց, որոնք շատ հանգիստ գնան մուծումներ կատարեն, որ ասեն, բա այս փողը որտեղից ձեր հիմնադրամներին կամ ձեր կուսակցության ասեն ոնց մեր թիմակիցներն են դա արել, բա թիմակիցներին որտեղից ոնց որտեղից։ Մարդիկ բարձր աշխատավարձ են ստանում, պարգևավճար են ստանում։ Այսինքն բյուջեի հաշվին կատարել ֆինանսավորում։ Այդ ամեն ինչն էլ հո գիտենք։ Ցանկացած քայլում մենք տեսնում ենք վարչական ռեսուրսի չարաշահում։ Ցանկացած պահին։ Այսինքն, երբ որ որևէ մեկը մյուսին մեղադրում է, թող չսրբագրի իր արածը, ոչ նա նրանը, մեզ համար կտրականապես մերժելու է երկու կողմերի արածն էլ։ Եվ ինչ է նշանակում։ Մարդկանց ցանկանում ենք ասենք ձեր երեխայի ապագան եք ընտրում։ Ձեր երեխայի ապագան ընտրվելու է մի քանի հազար դրամով, այսօրվա վերցրած, երեխայի ապագա եք կերտելու։ Ինչքան պետք է ձեզ չհարգեն, որ մտածեն, որ ձեր ձայնը կարող են առնել։ Իսկ մենք ինչ ենք ասում, եթե ուզում ենք ապագայի ծրագիր ունենանք, եթե ուզում ենք մեր երկիրը ապագայում տեսնենք ժողովրդավար, բարեկեցիկ, անվտանգ երկիր, մենք այս ձևով ենք դրան հասնելու, ոչ նրանց արածնա մի բան, ոչ նրանց, այնպես որ իրանց այս կռվի մեջ պետք է ասել, որ երկուսդ էլ սխալ եք, կամ ինչպես ընդունված է հայտնի մանրապատումի նման, մի վիճեք, երկուսդ էլ ճիշտ եք, էլի, մյուսին մեղադրելու հարցում։ Եվ մենք դրա համար պետք է մտածենք, որ այո, ներկայացնենք մարդկանց հանրությանն ասենք չենք ուզում այս արատավոր շղթայից դուրս գանք։ Չենք ուզում նորմալ պետություն ունենանք։ Դրա համար ներկայացնենք այդ այլընտրանքը, ասենք այլընտրանքը թե այս իշխանությանը, թե ռուսամետ ընդդիմությանը։ Խոսել ժողովրդավարությունից մեր երկրում ու մենք տեսնենք վարչական ռեսուրսի այսպիսի չարաշահում, ինչա չեք նկատում։ Դրա համար որևէ արդարացում չունի ընտրակաշառքը, առավել ևս դա վերաբերվում է բոլորիս է վերաբերվում։ Մենք դրած այսօրվա դրությամբ մեծ դժվարությամբ փորձում ենք մեր ծրագրերը հանրությանը ներկայացնենք։ Անընդհատ մարդիկ դժգոհում են, ասում են, ինչի ավելի լայնամասշտաբ այդ ամեն ինչը չեք անում, որովհետև միլիարդատեր չենք։ Անում ենք ձեր աջակցությամբ, անում ենք ձեր շնորհիվ։ Այն ինչ որ կարողանում ենք անել, մեր ջանքերի շնորհիվ, մեր համակիրների ջանքերի շնորհիվ, ձեր շնորհիվ, ինչ որ կարողանում ենք, անում ենք առավելագույնը, որպեսզի կարողանանք հանրությանը ներկայացնենք, թե ի վերջո մենք ինչ ենք ուզում։ Հաստատ չենք ուզում ընտրակաշառք վերցրած ընտրող։ Նույնիսկ եթե այդ հարցում մեզ օգնեի։ Առնվազն մենք չէինք հարգի ոչ միայն ձեզ, այլև չէինք հարգի մեզ։ Այսինքն ինչ ենք անում։ Ձայն ենք առնում, որ ինչ անենք։ Գնանք խորհրդարան ինչ անենք։ Դա մեզ ինչ է տալու, կամ ձեզ ինչ է տալու դա։ Դրա համար մեկ անգամ եւս ուղղակի ասեմ, որ այո, այդ ուզում ենք, որ այդ այլընտրանքը իդեմս Հայաստանի շնորհապետական կուսակցության, որի նախագահն է Գուրգեն Սիմոնյանը, որի վարչապետի թեկնածուն է Գուրգեն Սիմոնյանը, եւ այդ ցուցակում ընդգրկված եմ ես, եւ փորձում ենք այո այդ այլընտրանքը ձևավորենք եւ ներկայացնենք, այն ինչ ռեսուրս ունենք դրանով էլ փորձում ենք պայքարել մաքսիմալը անենք,
կոնկրետ ռեսուրսներից մեկն էլ էս կայքն է, դրա համար եթե հավանում եք նյութերը սեղ 1 լայք կոճակը բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինյան YouTube-յան ալիքին, սեղ 1 զանգակ կոճակը գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, ցանկություն կունենաք ձեր մասնակցությունը ունենաք, նյութի նկարագրական մասում կա բոլոր հնարավոր տարբերակները, արագ փոխանցման, բանկային փոխանցման, քարտային, իդրամ, ամեն ինչ, մի խոսքով բոլորը չթվարկեն, PayPal, Patreon, բայց եւ շատ ավելի կարևոր է, որ կապ հաստատեք նկարագրական մասում նաև կա գրասենյակի հետ կապ հաստատելու տարբերակները, կապ հաստատեք նաև կուսակցության գրասենյակի հետ, Գուրգեն Սիմոնյանի հետ կամ որևէ աշխատակցի հետ եւ կարողանաք ձեր աջակցությունը ցուցաբերել այնտեղ, դա վերաբերում է թե կազմակերպական աշխատանքներին, դա վերաբերում է թե ֆինանսական խնդիրներին, տեսնում եք անգամ այդ ձայնագրություններից, որ վաղը դատարանը կորոշի կպարզեն ինչն է իրականություն, ինչն է այսպես, դուք տեսնում եք, թե ինչ գումարների մասին է խոսքը եւ ինչպիսի առևտուր է գնում այս ամեն ինչի մեջ, այս մեկին շատ հասավ, այն մեկին քիչ հասավ, այս ձևով եք ասում մենք հաղթել ենք եւ հունիսին մեր թեկնածուն վարչապետը ալնելու, բայց քանի օր է այդ եմ ասում, առնվազն ձեզ չեն հարգում, որ ասում են մենք արդեն հունիսին մեր թեկնածուն վարչապետ է, առանց ձեր ձայնի ո՞նց է վարչապետ, հա պարզվում առել են, հա ձեր ձայները, այդպես են հաշվում, խանութ է, հա, եկել են ուղղակի փողը տվել առել են, եւ դրա համար շատ կարեւոր է, ու մեկ է շատ էին խոսում նրա մասին, որ այ ինչի չեք համախմբվում եւ այլ դրա մասին էլի խոսեմ, տեսեք, հիմա մի քանի օր է մնացել, վերջնական բոլորը կպարզվի, թե ովքեր են առաջադրվում, նոր արդեն կարող ենք ավելի առարկայական այդ ամեն ինչի մասին խոսել, թե ովքեր են առաջադրվել, ի վերջո եւ տեսնենք։ Այն մարդիկ, ովքեր համախմբումը գերկարևորում էին, լավ համարենք մեր մոտ չստացվեց իրանց միանալը, ինչ-ինչ պատճառներով։ Չնայած համախմբման մենք նորմալ օրինակ ցույց տվեցինք, որ ես միացել եմ իրենց ընտրացուցակին։ Բա դուք ինչի չարեցիք դա։ Առավոտից իրիկու խոսում էիք, ինչի չարեցիք, ինչի ձեր մոտ չհաջողվեց դա անել։ Ինչն էր պատճառը։ Եվ ինչ է նշանակում գալ բանակցել, ասել արևմտյան ուժերի այլընտրանք ստեղծենք, մեկ էլ հանկարծ պատահաբար հայտնվեք ռուսամետ ուժերի ծիրում։ Նրանց հետ բաներ բանակցեք, չթաքցնեք, որ բանակցում եք։ Բա մենք էինք ու սխալվեինք, մտածեինք, որ համախմբումը ժողովուրդը լավ կընդունի։ Ու մենք դրա հետ կապված քայլ անեինք։ Բա հետո արդյունքում ի՞նչ տեղի կունենար։ Որտեղ մնաց ձեր գաղափարներն ու ձեր արժեքները։ Այսինքն ձեզ համար միևնույնն էր ու միանակ։ Ընդքանա միանակ խաղի մեջ ելնեք, հա։ Բա մենք ո՞նց էինք այդ դեպքում որոշում կայացնելու։ Եթե ձեզ համար միևնույնն է, բա վաղը կանգնելու էիք, ասեք, չէ, մենք ուզում ենք բավարար չափով ձայն ենք ստացել, միանանք կամ սրան կամ նրան։ Մենք էլ ասենք ոչ, մենք որոշել ենք կտրականապես մերժում ենք ոչ նրան միանալը, ոչ նրան, դա չի կարող լինել։ Ցուցակի մեջ հայտնված մարդիկ, որոնք նաև ամբիցիաներ ունեին բարձր տեղեր գրավելու, կարող է կանգնեին ու ասեին մենք համաձայն չենք։ Բա մենք ինչ էինք անելու։ Քաղաքական պատասխանատվությունը իր վրա վերցներ Հայաստանի Շնորհապետական կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանը եւ ցուցակի մեջ ընդգրկվեին մարդիկ, որ հետո գային մանդատը ստանային ու առևտրի մեջ մտնեին կամ այս թիմի մեջ կամ այն թիմի մեջ, թե բա դրա պատասխանը ում վրա էր մնալու։ Մնալու էր Գուրգեն Սիմոնյանի վրա։ Մեղադրելուց առաջ մի հատ մտածեք, որ ինչու դա չեք անում։ Այ դրա համար չեն անում։ Որ ցանկացած ով այդ մանդատը կստանա, համընդհանուր ծրագրի կողմնակից պետքա լինի։ Որոշել է թիմը հանրությանը ներկայանում, որ չենք միանալու ոչ նրան, վերջ, ուրեմն թիմի բոլոր անդամները այդպեսի որոշում պետքա կայացնեն։ 100%-ով պետքա վստահ լինես դրա մեջ։ 100%-ով։ Մի տոկոս պակասը ձեռնտու չի, որտեղ այլապես ստացվում է մենք մարդկանց խաբում ենք։ Իսկ դուք պատկերացնում եք այն մարդիկ, ովքեր այլ բանակցություններ վարելուց հետո, ստեղ չստացվելուց հետո ուրիշ տեղ գնալուց որտեղ են հայտնվել։ Այդ մարդիկ էին հայտնվելու ցուցակի մեջ։ Դրա համար, հարգելիներս, մենք էլ ենք համախմբմանը շատ կողմնակից, բայց հասկացեք, որ ինչքան մեծ դժվարություններ կա այս խաղերի մեջ, քաղաքական այս ամեն ինչի մեջ,
այսպիսի խաղերի պարագայում ճիշտ կարողանալ ընտրություն կատարել։ Այո, ավելի լավ է, եթե մեկի վրա կասկածում ես նրան չմիանաս, քան թե նվիրված մարդկանցից, որ կարող ես թիմ կազմել եւ որ հաստատ իմանաս, որ այդ գաղափարը, այդ ծրագիրը չի փոխվի, այդ մարդիկ երբեք չեն հրաժարվի ընդհանուր գաղափարից, ինչի համար խորհրդարան են մտնում, դա շատ ավելի կարևոր է, որովհետև խաղեր տվողները ձեր աչքի առաջ տեսնում եք, անենց զարմանալի բաներ տեսակ ես ընթացքում, լա ընտրությունը չի սկսել, լա քարոզարշավն էլ չի սկսել, լա այդ միավորումներ, այդ համախմբումներ, այդ ամեն ինչը, ինչքան եք զարմացել, բա դուք պատկերացրեք, ինչքան պետք է զգուշավոր լինեինք, որ նման իրավիճակում չհայտնվեինք։ Իսկ հիմա նայենք աշխարհում ինչ է կատարվում, որովհետև դրա ազդեցությունը նաև թե մեր ընտրության վրա, թե մեր տարածաշրջանի, թե աշխարհի վրա չափազանց մեծ է, այնպես որ անընդհատ առավոտից իրիկ ու ներպետական խնդիրների մեջ ներքաշվելու նպատակը նաև նա է, որովհետև չեն տիրապետում ինչ է կատարվում աշխարհում, ու ասում են ավելի լավ է ձայն չհանենք, ինչ կլինի, կասենք դե տենց էլ պետք է լիներ, էլի, բայց տեսնում եք, չէ, որ չկա տենց ընտրություն 22 թվականից հետո, ուկրաինական պատերազմից հետո, որտեղ արտաքին քաղաքական գործոնը չափազանց մեծ դերակատարություն չունենա։ Ձեր աչքի առաջ էլ շատ հեռու չգնանք, Հունգարիայի ընտրությունը ինչ էր։ Եվրամիության անդամ ու ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիայի ընտրությունը ինչ էր։ Մի կողմը գնում էր ասում էր մերժենք Պուտինին, մի կողմը գնում էր ասում էր մերժենք Զելենսկուն։ Ամբողջ ընտրապայքարը գնացել է դրա մեջ։ Ազատվենք ճնշումից Եվրամիության չինովնիկների եւ Զելենսկուց եւ մեկ էլ ազատվենք Պուտինի ազդեցությունից։ Էս է եղել ընտրությունը։ Եվրոպայի սրտում գտնվող երկրի։ Այնպես չի, որ մենք ինքներս ենք ցանկանում ամբողջ օրը աշխարհակաղակական իրավիճակով բացատրել Հայաստանի իրավիճակը։ Դա պարտադրանք է, որը եթե դա չես տիրապետում, ուրեմն նաև չես տիրապետում, թե ներսում այսինչ անկայունություն է եւ արդյունքում մենք որտեղ կարող է հայտնվենք։ ԱՄՆ պատերազմի նախագահ Փիթ Հեքսեթը հայտարարել է, որ պատերազմի մեկնարկից գրեթե 7 շաբաթ անց Իրանն ի վիճակի չէ վերականգնել իր ռազմական հզորությունը։ Չնայած թե Իրանը շարունակում է տեղաշարժել իր ռազմական միջոցները, սակայն զրկված է կորուստները համալրելու հնարավորությունից։ Իրանական կողմի ցանկացած տեղաշարժ գտնվում է ամերիկյան ուժերի մշտական հսկողության ներքո։ Շատ համոզիչ է, եթե չտեսնեինք, որ Հորմուզի նեղուցը չկարողանալով բացել, փակած նեղուցը մի հատ էլ Ամերիկան փակեց։ Եթե այսպես է իրավիճակը, ու նաև այդքան լարված ձևով անգամ վիրավորական արտահայտություններով Դոնալդ Տրամփն ասում էր բացեք այդ նեղուցը, այլապես տեսեք ինչ կանեմ, ձեզ քարե դար կուղարկեմ, քաղաքակրթությունը կվերացնեմ, արդյունքում չբացեցին։ Ամերիկան էլ ուժով չկարողացավ բացի, ինքը ընդամենը ինքն էլ փակեց։ Ներողություն։ Դրա համար ես որ ներկայացնում են, եթե այս ամեն ինչը այդպես է, ամեն ինչ ձեր վերահսկողության տակ է, այդ խնդիրը պետք է լուծված լիներ, մենք էլ այսքան անհանգիստ չէինք լինի։ Կասենք դե լավ, հարցը լավ թե վատ լուծվեց մի ձևով, դադարեց այս լարվածությունը, որտեղ տևական այս ձգձգումը բացի մատակարարումների հետ կապված խնդիրներ, որ հիմա էլ ունենք, նաև չգիտեք ինչ կարող է լինել, ինչ պրովոկացիաներ կարող է լինել։ Քանի պրովոկացիոն բաներ եղավ այս ընթացքում, ուստի չբացահայտվեց էլ, ով ում խփեց, որտեղից խփեց, երկրի ներսում ընդդիմություններ, իշխանություններ։ Մեղադրում են, որ Իսրայելը կարող է սադրանք արած լինի, բայց ոչ մի բան չբացահայտվեց։ Իսկ դա մեզ կպած տարածքում է։ Քիչ մարդիկ կան, որ ուզում են Հայաստանում սադրանք անեն։ Քիչ մարդ կա, քանի անգամ ենք ասել Ռուսաստանից եկողների նկատմամբ ուշադիր եղեք։ Նրանց կարող է ներգրավեն ուղարկեն Հայաստան որոշակի խնդիրների համար։ Օրը մեկին բռնում են բացահայտվում է, որ ինչ-որ մեկը եկել է, հետը գումար է բերել, չհաշվառված սահմանված չափաքանակից ավել։ Մեկ ուրիշը կարող է մի ուրիշ նպատակով եկածել, մեկ մանավանդ որ Ռուսաստանից Հայաստան մտնելը բավական հեշտ է։ Բա որ ասում էինք ուշադիր եղեք այդ ամեն ինչին, ամեն ինչ կարող է լինել, այսօրվա համար էինք ասում։ Եթե նման մի քանի բան բացահայտվում, ասում ենք շատ լավ է, բայց անգամ բացահայտողներն են խոստովանում, որ այն ծավալը, որը երկրի ներսում տեսնում են, այդ չափի չի, որը բռնվում են։ Նշանակում է ինչքանն է անցե բա։ Եվ էլ ովքեր են անցե։
զբոսաշրջիկի անվան տակ, որ երջանկացած ասում եք, որ զբոսաշրջությունը զարգացել է Ռուսաստանից մեր մոտ գալիս են, մենք գիտենք ովքեր են գալի, բայց դուք պետք է իմանաք, ով պետք է իմանա։ Հիմա շարունակենք, հիմա հակադարձումը Իրանից, իրանցի պաշտոնյա Մոհսեն Ռեզային հայտարարել է. Իրանի զինված ուժերը անհրաժեշտության դեպքում կարող են խորտակել Պարսից ծոցում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի բոլոր նավերը, որոնք գտնվում են հրթիռների հասանելիության գոտում։ Հրադադարի ռեժիմի երկարաձգումն ամենևին չի բխում մեր շահերից։ Սա իմ անձնական կարծիքն է, ճնշումը պետք է ուժեղանա։ Մեր արձակման կայանքներն այժմ ուղղված են նավերի վրա, եւ մենք կխորտակենք բոլորին։ Ոչ ոք չի կարողանա փախչել մեզանից։ Ներկայումս հիմքեր կան միաժամանակ պահպանելու զինադադարը եւ վարելու բանակցություններ, բայց սա ռազմական դադար է, այլ ոչ թե հրադադարի վերջնական դադարեցում, հավելել է Մոհսեն Ռեզային։ Սա էլ Իրանի արձագանքը պատերազմի նախարարի հայտարարությանը Փիթ Հեքսեթի։ Հիմա տեսնենք, ինչ է ասում Փիթ Հեքսեթը։ Ամերիկյան զինված ուժերը պահպանելով Իրանի ծովային շրջափակումը կարող են հարվածել նրա էներգետիկ օբյեկտներին, եթե Թեհրանը սխալ որոշում կայացնի։ Իսկ այժմ մենք կպահպանենք այս շրջափակումը, հաջողված շրջափակումը այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։ Բայց եթե Իրանը սխալ ընտրություն կատարի, ապա նրան սպասում է շրջափակում եւ ենթակառուցվածքների, էլեկտրակայանների ու էներգետիկ օբյեկտների ռմբակոծություններ, ասել է Հեքսեթը։ Իդեպ, այս ինչ որ կատարվում է, նաև շատ ծանր հարված է հասցվում նաև արաբական երկրների շահերին, որոնք Ամերիկայի բարեկամն են, բայց նրանց նավթը ուր է գնում, բայց նրանք ինչ խնդիրներ ունեն, ինչ խնդիրներ է առաջանում։ Հիմա Իրանից են արձագանքում, Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայը։ Իրանը մտադիր է պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ին եւ Իսրայելին իրանական ղեկավարության սպանության համար։ Մենք պարտավոր ենք դա անել եւ կարծում եմ ոչ միայն Իրանը, այլև ողջ միջազգային հանրությունն է պահանջում պատասխանատվության կանչել, որտեղ այն ինչ արել է ԱՄՆ-ն եւ Իսրայելը հանցագործություն է միջազգային խաղաղության եւ անվտանգության դեմ։ Դա ռազմական հանցագործություն է, հանցագործություն մարդկության դեմ։ Ինչպես տեսնում եք, բանակցային այս պաուզայի ընթացքում լարվածությունը եւ փոխադարձ մեղադրանքներն ու հոխորտանքները այս մակարդակի վրա են։ Մենք պետքա պատկերացնենք մեր շուրջ ինչ է կատարվում։ Դրանով պայմանավորված է, որ նաև խոսում են թրիփը կաշխատի, թե չէ։ Դրանով պայմանավորված է տարածաշրջանում կայունություն ու խաղաղություն կլինի, թե չէ, թե մեր հակառակորդները առիթից կօգտվեն։ Նիկոլ Փաշինյանը խաղաղություն է մեզ խոստանում Ադրբեջանի կողմից, իսկ Ադրբեջանը այն պահին, որ հասկացավ Ամերիկան ոնց որ ճնշում է, միանգամից պահանջեց դատապարտող հայտարարություններ արեց Իրանի դեմ, թե դու Նախիջևանին խփել ես, այս պետք է անենք, այն պետք է անենք, մեկ է տեսավ Ամերիկայի մոտ ինչ որ բան չստացվեց, անմիջապես սսկվեց, ասեց դե լավ կքննենք, կտեսնենք ով է, հումանիտար օգնություն ուղարկեց Իրանին, որտեղ հասկացավ, որ իրավիճակը բարենպաստ չի։ Մեկ օրվա տարբերությամբ իր քայլը փոխվեց։ Իսկ մենք ինչ գիտենք մեր հետ կապված, ինչ անբարենպաստ կամ բարենպաստ բան կարող է լինի մեզ համար, որը նրան դրդի ասի հազիվ առիթից օգտվենք։ Դրա համար պետք է մենք շատ ուշադրությամբ այդ ամեն ինչին հետևենք։ ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեքսեթը թարմ տեղեկություններ է հայտնել Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Մոջթաբա Խամեյնիի վիճակի մասին։ Այժմ նրանից քիչ բան կարելի է լսել, ինչը հասկանալի է։ Շատ վախ կա, համարվում է, որ նա ողջ է, բայց վիրավոր է եւ այլանդակված, կարգավիճակը մնում է նույնը։ Եթե նա հոգևոր առաջնորդն է, երկրի փաստացի ղեկավարը եւ նա վիրավոր է, բայց դրանից չի պարալիզվել երկրի պետական կառավարման համակարգը, ուրեմն նա այդքան էլ կարևոր չի, ուրեմն դուք պարզապես չէիք տիրապետում, որ Այաթոլլահ Ալի Խամենեին ոչնչացնելուց հետո մտածում էիք, որ ընդդիմությունը փողոց կլցվի, այս կլինի, այն կլինի, բավական լավ պլաններ էիք կազմել, արդեն Ամերիկայից ոգևորված ասում էիք, օգնությունը ճանապարհին է գալիս է, անգամ խոսում էիք զենքեր բաժանելու մասին, անգամ Starlink ապահովեիք ընդդիմադիրների համար, որոնք կարողանային կապ ունենային, կարողանային կազմակերպել իրանց քայլերը, այդ ամեն ինչը հոդս ցնդեց։ Դա նշանակում է ուղղակի չէիք տիրապետում իրական վիճակին։ Հիմա Մոջթաբա Խոմեյնին ի վիճակի է երկիրը կառավարել, թե ի վիճակի չի, դուք նույնիսկ չեք հասկանում, բա ոնց է կառավարվում։ Այսքան ճնշման պարագայում, այսքան ծանր հարվածներ հասցնելու պարագայում, բա ոնց է այդ երկիրը կառավարվում։ Դրանով պայմանավորված է նաև մեր սպասելիքները, չէ՞, այս տարածաշրջանից ու աշխարհից։
Չինաստանի արտգործնախարար Վան Ին: Այն Չինաստանը, որին երեկ Դոնալդ Տրամփն ասում էր, որ նա սպասում է մի քանի շաբաթից գնամ, ասես պինդ գրկվենք Սի Ցզինպինի հետ ու շատ գեղեցիկ բառեր է շռայլում, բայց դրանից առաջ Չինաստանը դատապարտում էր Ամերիկային: Հիմա տեսնենք նույն Չինաստանը ինչ է ասում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի գալուց առաջ: Պեկինը մշտապես սատարում է Իրանի ինքնիշխանության, անվտանգության և ազգային արժանապատվության պաշտպանությանն ուղղված ջանքերին: Անհրաժեշտ է հարգել և պաշտպանել Իրանի ինքնիշխանությունը, անվտանգությունը և օրինական իրավունքները, որպես Հորմուզի նեղուցի ափին գտնվող պետություն: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է ապահովել նավագնացության ազատությունն ու անվտանգությունն այս միջազգային նեղուցում: Ինչպես հստակեցրել է Վան Ին, Հորմուզի նեղուցում բնականոն նավագնացության վերականգնման ձգտումը միջազգային հանրության միասնական կոչն է: Նրա խոսքով Չինաստանը պատրաստ է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինի հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկներին համապատասխան նպաստել լարվածության նվազեցմանը, տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների բարելավմանը և կառուցողական դեր խաղալ Մերձավոր Արևելքում, վերջնականապես տևական խաղաղության և կայունության հասնելու համար: Այս է Չինաստանի վերաբերմունքը: Մենք գիտենք, որ Չինաստանը Իրանին օգնում է, անգամ խոսք է գնում այն մասին, որ նույնիսկ զինում է, բայց ուղղակի չի անում, որովհետև Դոնալդ Տրամփին ասել է Սի Ցզինպինը, որ չէ զենք չեմ տալի: Բայց նաև կասկածներ կա, հետախուզական տվյալներ կա, որ այլ պետության միջոցով Չինաստանը այնուամենայնիվ զենք տրամադրում է Իրանին: Բացի դրանից ԱՄՆ-ն էլ մտածում է Իրանի այս վերահսկողությամբ խեղճացնի Չինաստանին Վենեսուելայի նավթից կտրվելը, այս պարագայում նաև փորձի Իրանի հետ կապված այս խնդիրների պարագայում լուրջ պրոբլեմ ունենա Չինաստանը գնա զիջումների: Բայց դեռ չգիտենք, Չինաստանը տեսնում է, որ Ամերիկան հաջողություններ չի գրանցում, այնպես որ առաջիկա հանդիպումից առաջ այդ շոշափելի հաջողությունը Դոնալդ Տրամփը չունի, որ դրանով գնա բանակցությունների և պարտադրի, որ Չինաստանը զիջումների գնա: Ավելի շուտ հակառակն է լինելու, եթե իրավիճակը չկարողանան փոխել: Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթ: ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլը կարող է կրկին տեղի ունենալ Իսլամաբադում: Թեհրանի և Վաշինգտոնի միջև շփումները շարունակվում են արդյունավետ և շարունակական լինել: Մինչև օրս Իրանը դեռ չի հաստատել, որ այո իրանք համաձայնվել են հանդիպման: Բայց սա արդեն որերորդ հայտարարությունն է Սպիտակ տնից: Երեկ էլ ինչ էին ասում, ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլի անցկացման վերաբերյալ հարցերը քննարկում են, սակայն ամսաթիվ դեռևս նշանակված չէ: Երեկ սա են ասում, այսօր սա են ասում, բայց Իրանն էլ ասում է դեռ վերջնական որոշում չունենք հանդիպման: Այսինքն պարտադրում ես Իրանին, ասում ես կհարվածեմ, կվերացնեմ, միջնորդում է Պակիստանը, դադարեցնում ես այդ վճռական հարվածները, Հորմուզի նեղուցը փակում ես, բայց սպասում ես, որ Իրանը ցանկություն հայտնի հանդիպելու: Այսինքն նախաձեռնությունը Ամերիկայինն է: Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանին հանձնվել ստիպելու ԱՄՆ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձ դատապարտված է ձախողման և իրանական ժողովուրդը երբեք չի ընդունի նման մոտեցումը: Այսինքն անգամ իրանք համաձայնվել են, ասում են Ուրանի հետ կապված էլ կարող ենք քննարկենք, բայց խաղաղ ատոմի հարցը չի քննարկվում, մենք դա պետք է ունենանք: Վախենում եք հարստացված ուրանից, որը կարող է զենք դառնալ, մենք դա կարող ենք համաձայնվել չանել, մենք ինքներս զենք չենք ուզում, բայց այն քանակությամբ հարստացնել, որը մեզ պետք է գալու մեր տնտեսության համար, մենք դա չենք քննարկում, դա պետք է մենք ունենանք: Այսինքն միևնույն է համաձայնության չենք եկել, որովհետև Ամերիկայի Միացյալ Նահանգները ու հատկապես Իսրայելը մտածում է այդ չափի հարստացված ունենաս, շատ քիչ քայլ է պակասում, որ դու դա կդարձնես ռումբ: Այն դեպքում, երբ որ չգիտենք, որ արդեն հիմա զգուշավորությունից կախված ինչ գաղտնի լաբորատորիաներ կարող է աշխատացնեն, որի ընթացքը այլևս չկարողանա մագատեն վերահսկի Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպությունը: Եվ դրա համար այս Մասուդ Փեզեշքյանի խոսքերը հնչում են այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները կարող են վերսկսվել Պակիստանում հաջորդ երկու շաբաթվա ընթացքում, սակայն Թեհրանը դեռևս որևէ մեկնաբանություն չի արել: Իսկ հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը լարվածությունը
ինչ ուղղությամբ տանում։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը սպառնացել է պատժամիջոցներ կիրառել իրանական նավթ գնող երկրների նկատմամբ։ Մենք զգուշացրել ենք երկրներին, որ եթե նրանք գնեն իրանական նավթ կամ եթե իրանական փողը լինի իրենց բանկերում, մենք պատրաստ ենք կիրառել երկրորդական պատժամիջոցներ։ Այս շրջափակումը կհանգեցնի Չինաստանի կողմից իրանական նավթի գնումների դադարեցմանը, ասել է Բեսենթը։ Բա ուզում էր գնայր, որ Սի Ձինպինը գրկեր Դոնալդ Տրամպին։ Բա դուք հատուկ նպատակային հայտարարում եք, որ նաև չինական բանկերում դուք տեսնում եք իրանական փողի շարժ, որի պարագայում կարող է այդ առումով էլ սանկցիաներ կիրառեք։ Այսինքն չեք թաքցնում, որ այս շրջափակումը ուղղված է Չինաստանի դեմ։ Դե բնական է Չինաստանը իր հակաքայլերը պետք է մտածի, որ անի, չէ՞։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ասել է, որ ՆԱՏՕ-ն 2026 թվականին Ուկրաինային կտրամադրի $60 միլիարդ ռազմական օգնություն։ Եվրամիության կողմից տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկից բացի։ Նկատի ունենք, որ 90 միլիարդ եվրոյի վարկը, որը Եվրամիությունը համաձայնություն ուներ, դրան վետո էր դնում Վիկտոր Օրբանը, Եվրամիությունը փորձում է ամեն ինչ անեն, որ այդ վետոն հաղթահարեն, չնայած պարբերաբար խնդիրներ էր առաջացնում Հունգարիան, բայց այս ընթացքում իրանք արդեն հասկացան, որ Հունգարիայի նոր ղեկավարությունը որևէ դեմ բան չի անի այդ 90 միլիարդ եվրոյի վարկի հետ կապված Ուկրաինայի հարցում։ Այսինքն դրա համար ՆԱՏՕ-ն մի քիչ էլ առաջ է գնում, ասում է մենք այս 60 միլիարդի ծրագիրը կանենք առանց այն 90 միլիարդի, որի հարցը արդեն համարում են լուծված։ Խոչընդոտը վերացված է։ Ռյուտեն շարունակում, մենք պետք է ֆինանսավորումը կենտրոնացնենք առաջնահերթությունների վրա, հակաօդային պաշտպանության, անօդաչու թռչող սարքեր եւ մեծ հեռահարության զինամթերք։ Սրանք առաջնահերթություններ են, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Ինչպես տեսնում եք, իրանք հետևողականորեն օգնում են Ուկրաինային, որից նաև շատ լուրջ ձևով անհանգստանում է Ռուսաստանը։ Ռուսաստանը հույս ուներ, որ այո, այս խնդիրների ժամանակ, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգները տեղից էր նեղացել Եվրոպայի ՆԱՏՕ-ի անդամ պետություններից, թե դուք ինձ Իրանի հարցում չօգնեցիք, ես ինչի պիտի ձեր Ուկրաինայի հարցում օգնեմ, թե ոնց դառավ Ուկրաինան իրանց այլ ոչ թե նաև Ամերիկայինը, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն էր երաշխավորում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ատոմային զենքերը Ռուսաստանին տալու համար, այս պարագայում իհարկե որոշակի դժվարություններ նաև Ուկրաինան ունի, անգամ Վոլոդիմիր Զելենսկին էլ ասեց, համակարգերը չունենալու պարագայում իրոք խնդիրներ կունենանք, բայց դա Ամերիկային էլ է պետք գալիս, ինքն էլ է օգտագործում, դա դժվարություններ է առաջացնելու, բայց դրա փոխարեն շատ լրջորեն եվրոպական երկրները օգնում են Ուկրաինային, որ գոնե կոմպենսացնեն այդ խնդիրները։ Դրա համար Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է. Ուկրաինայի զինված ուժերի կորուստներից հետո Եվրոպան որոշել է ավելացնել Ուկրաինային անօդաչու թռչող սարքերի արտադրությունն ու մատակարարումը Ռուսաստանին հարվածներ հասցնելու համար։ Իսկ դուք տեսել եք այս պատերազմում անօդաչու թռչող սարքերի արդյունավետությունը, ինչպիսի հարվածներ են հասցնում, անգամ պաշտպանական դրոններ են օգտագործում, որ հարվածները կարողանան այդ դրոններով կանխեն։ Շատ արդյունավետ ձևով, բավական էժան ձևով իրանք կարողանում են բավական թանկ հրթիռներին հարվածներ հասցնել, չեզոքացնել, էլ չեմ ասում շատ ծանր հարվածներ հասցնել Ռուսաստանի տնտեսությանը։ Ուրեմն Ռուսաստանին հարվածներ հասցնելու համար դա արվում է Եվրոպայում գործող ուկրաինական եւ համատեղ ձեռնարկությունների ֆինանսավորումն ավելացնելու միջոցով, որոնք արտադրում են անօդաչու թռչող սարքեր եւ դրանց բաղադրիչներ։ Բայց հարց է ծագում, 5-րդ տարին Ռուսաստանը կռվում է Ուկրաինայի դեմ, ով էր իրան խանգարում, որ ինքը այդ անօդաչու թռչող սարքերի լավ որակյալ արտադրություն ունենար։ Ոչ թե այստեղից այնտեղից ճարեր վերցներ, Իրանից վերցներ, չգիտես ինչ աներ, բա դու ուր էիր, բա ինչ է Իրանում դրա ուղղությամբ։ Չտեսար դրա արդյունավետությունը ամենասկզբից։ Մի մոմենտ բայրակթարների անունն էր դուրս եկել թուրքական, առաջի են սկզբնական փուլում, որ ասում են տեսեք բայրակթարները ինչ հաջողություն են արձանագրում, իհարկե մեր պատերազմի ժամանակ մեծ ծանր հարվածներ են տվել, մենք դա գիտենք, բայց Ուկրաինայի պարագայում, երբ որ նրանք ստացան այդ բայրակթարները օգտագործեցին, տեսան, որ դրա դեմը առնելը շատ ավելի հեշտ է, այսինքն ուկրաինացիները ավելի արդյունավետ
անօթաչու թռչող սարքեր սկսեցին արտադրել, քան ասեն, դրա համար ես վերջերս չեք էլ լսել, չէ, Բայրակթարի մասին։ Այնպես չի որ վերացավ, բայց արդյունավետությունը երևաց, որ մարտի դաշտում բավական ցածր էր։ Ուղղակի մեզ չօգնեցին, որ մենք դրա դեմ պայքարեինք 44 օրյա պատերազմում։ Ուրեմն այս ձեռնարկությունները գտնվում են, նայեք, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Դանիայում, Լատվիայում, Լիտվայում, Նիդերլանդներում, Լեհաստանում, Չեխիայում, Իսպանիայում, Իտալիայում, Իսրայելում եւ Թուրքիայում։ Այս բոլոր երկրները ռուսական պաշտպանության նախարարությունը թվարկում է, որ այս բոլորը համատեղ արտադրում են դրոններ Ուկրաինայի համար։ Կիևի համար անօթաչու թռչող սարքերի արտադրությունը Եվրոպային ներքաշում է Ռուսաստանի հետ պատերազմի մեջ։ Այս հերթական անգամ հերթական սպառնալիքն է, որ եթե դուք Ուկրաինային օգնեք, դուք դրանով պատերազմում եք մեր դեմ։ Եղբայր, ասել ես դա 500 անգամ, բայց ինչի՞ ես քայլանում։ Մի հատ քայլ արա, իրանք էլ տենան, որ եթե դու տենց ուժեղ իրանց կպատասխանես, իրանք էլ չօգնեն։ Տեսնում ես, որ ամեն օր ավելացնում են աջակցությունը Ուկրաինային, ամեն օր այդ արտադրությունը զարգացնում են։ Մենք այս որոշումը դիտարկում ենք որպես միտումնավոր քայլ, որը հանգեցնում է ռազմաքաղաքական իրավիճակի կտրուկ սրմանը ամբողջ Եվրոպայում, հայտարարել Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Իդեպ հիմա նայենք նաև Լիբանանի հետ կապված Իսրայել-Լիբանան, հիշում եք խաղաղության այդ զինադադարի ժամանակ Իրանը պահանջում էր, որ Լիբանանում պատերազմը դադարի, այլապես անիմաստ է այդ բանակցությունները, Ամերիկան էլ ասում էր այդ բանակցությունների մեջ Լիբանանի հարցը մենք չենք քննարկում, բայց ասեցին, բայց այնուամենայնիվ որոշեցին քննարկեն, որովհետև դա ուղղակի շատ լուրջ խնդիր էր առաջացնում բանակցության հարցում առաջ գնալու։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո Լիբանանի եւ Իսրայելի միջև շփումները նպատակ ունեն վերջ դնել Հեզբոլլահի ազդեցությանը։ Ներկայիս բանակցությունները վերաբերում են ոչ միայն հրադադարին, այլև ավելի լայն համաձայնագրերին, այդ թվում Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունների դադարեցմանը։ Վաշինգտոնում պատմության մեջ առաջի անգամ տեղի է ունենում Լիբանան-Իսրայել ուղիղ բանակցություններ։ Բայց Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը, իմիջիայլոց, որը պատվիրակության ղեկավարն էր Պակիստանում, ով գլխավորում էր իրանական պատվիրակությունը Իսլամաբադում, ԱՄՆ-ի հետ կայացած բանակցությունն ընդգծել է, որ Լիբանանի կայունությունը Իրանի համար ունի ռազմավարական առաջնահերթություն։ Այսինքն ինքը սա դիտարկում են որպես նախապայման։ Այսինքն նույնիսկ այսքան ծանր վիճակից հետո, Հորմուզի նեղուցը փակելուց հետո, Իրանը այնուամենայնիվ չի կոտրվում։ Դա պարզապես նրանց համար, ովքեր ասում են, դե վերջ, արդեն հարցը վերջնական ավարտված է։ Իհարկե հասկանում ենք, որ այդ նավթի խնդիրը առաջանա Իրանի համար, դա շատ լուրջ ծանր հարված է Իրանի համար, ով չի հասկանում, բայց ինչպես տեսնում եք, դրանից հետո էլի չեն կոտրվում, չէ՞։ Իսկ Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցում վերջնականապես մերժել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ ուղիղ շփման առաջարկը։ Միջազգային միջնորդները փորձում էին կազմակերպել եռակողմ հեռախոսազրույց Աունի, Նեթանյահուի եւ Ռուբիոյի մասնակցությամբ, նպատակ ունենալով քննարկել հնարավոր հրադադարը, սակայն Բեյրութը շարունակում է որպես նախապայման առաջ քաշել կրակի անհապաղ դադարեցումը, որը նախագահ Աունն անվանել է բանակցությունների բնական մեկնարկային կետ։ Իսրայելը իր հերթին դեռևս համաձայնություն չի տվել հրադադարին եւ շարունակում է ռազմական գործողությունները Հեզբոլլահի դեմ։ Հիմա տեսնում եք այդ մյուս լարվածությունը, Լիբանանը մեզ համար շատ կարևոր երկիր է, մենք գիտենք ինչ համայնք ունեինք, ինչ կազմակերպված համայնք ունեինք, բայց այսքան խնդիրներից հետո մարդիկ ամեն մեկը տարբեր տեղ գնացին, նույնիսկ չգիտես, այդ պետությունը այդպես չի էլ կայանում։ Մի պահ չէր կայանում Հեզբոլլահի պատճառով, որ Իրանն էր ֆինանսավորում, դա պետություն էր պետության մեջ զինված խմբավորում, հիմա էլ ասենք Իսրայելի հետ կապված խնդիրներ ունեն։ Հեզբոլլահի մի կողմից, Իսրայելին մյուս կողմից։ Եվ մենք գործնականում այդ պետությունը, որ մեզ համար շատ կարևոր երկիր էր, մանավանդ այդպիսի համայնքի պարագայում, այդպիսի շփման պարագայում, այսօր ուղղակի որպես պետություն գոյություն չունի։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Չինաստան այցի ժամանակ խոսել է Ուկրաինայի խնդրից։ Լավրովի խոսքով Ալյասկայում ձեռք բերված որոշ պայմանավորվածություններ արգելափակում են եվրոպական քաղաքական շրջանակների կողմից։ Միացյալ Նահանգները խթանում են Եվրամիության ռազմականացումը, փորձելով խուսափել Ուկրաինայում իրենց գործողությունների պատասխանատվությունից։ Վաշինգտոնը ձգտում է Եվրոպային վերապահել Ռուսաստանի զսպման դեր։
որպեսզի ինքն առավել կենտրոնանա Չինաստանի ուղղությամբ։ Այսինքն գնացել է Չինաստանին, ասում է, տես, հա, Եվրոպային զինում է, Եվրոպային օգնում է, որ ուկրաինական բեռը վերցնեն իրանց վրա, որ ինքը քո դեմ դուրս գա։ Այսինքն հարցը նա չի, թե հիմա ճիշտ է ասում, թե սխալ։ Փաստա որ Ամերիկան էլ կուզենար Չինաստանին խեղճացնել, որ մոտը չի ստացվում։ Հարցը նա է, որ այս ընթացքում Լավրովը փորձում է Չինաստանին ասել, եկեք մենք իրար հետ լավ լինենք ընդդեմ Ամերիկայի։ Այն դեպքում, երբ որ Ռուսաստանին վաղուց ռազմավարական պարտության մատնած պետքա լիներ Միացյալ Նահանգները, եթե Դոնալդ Թրամփը խաղեր չտար Պուտինի հետ։ Իսկ հիմա ինքը ստանում է դա, փոխանակ Չինաստանին մեկուսացնի, Չինաստանի առաջ պայմաններ դնի, այսօր Ռուսաստան, Չինաստան, Իրան, անգամ արաբական երկրների հետ, որ նաև մտածում է Չինաստանը այնպես անենք մեր շահերը համընկնում է, բոլորին հավաքում ես մի տեղ, Եվրոպայից էլ նեղանում է Դոնալդ Թրամփը։ Բայց ռուսական նավթի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները կրկին վերականգնվել են ԱՄՆ ֆինանսների նախարարության 30 օրյա արտոնագրի ժամկետը լրանալուց հետո, որը տրվել էր մարտի կեսերին։ Ինչ ստացվեց։ Երբ որ Իրանի հետ կապված նավթի պատերազմի արդյունքում խնդիրներ կար, Դոնալդ Թրամփն ասեց, թե որ տենց սահմանափակումը հանենք ռուսական նավթի վրա, այս գոնե կոմպենսացնի Ռուսաստանը այդ ծավալները իր վրա վերցնի։ Բայց տեսա, որ նա Ռուսաստանը այդ ծավալները իր վրա վերցնել չի կարողանում, որոշակի խնդիրներ արդեն Ռուսաստանում էլ կա, եւ այս պարագայում մտածեց, որ հիմա ինչի եմ արտոնություն տալիս Ռուսաստանին, որ հիմա նույնիսկ Ռուսաստանի սանկցիաները վերականգնում է։ Միևնույն է, բայց հարցը չի լուծվում, Իրանի հետ կապված հարցը չի լուծում, Իրանի հետ հարցը չես լուծում նաև արաբական երկրների նավթի հարցը։ Դրա համար Եվրոպան էլ է դրանից տուժում, արաբական երկրներն էլ են տուժում, Չինաստանը շահած է դուրս գալու, այսօր տուժում է, բայց առիթից օգտվելու է շահած դուրս գա։ Սրանով Չինաստանի խաղից չես հանում, ընդհակառակը, նրան մտածում ես ում հետ համախմբվի եւ ինչ անի։ Միացյալ Թագավորության կառավարության տարածած հայտարարության մեջ հաղորդում է Միացյալ Թագավորությունը 2026 թվականին Ուկրաինային կմատակարարի 120,000 անօդաչու թռչող սարք։ Նոր փաթեթը իր տեսակի մեջ ամենախոշորը, որը երբևէ մատակարարվել է Մեծ Բրիտանիայի կողմից, կներառի հազարավոր հեռահարվածային անօդաչուներ, հետախուզական եւ դիտարկման դրոններ, լոգիստիկ անօդաչու սարքեր, ինչպես նաեւ ծովային միջոցներ, դրանք բոլորն արդեն անցել են մարտական փորձարկում Ուկրաինայի առաջնագծում։ ԱԹՍ-ների արտադրության ծախսերը ներառված են Ուկրաինային այս տարի տրամադրվելիք 3 միլիարդ ֆուր ստերլինգի մոտ 4 միլիարդ դոլար օգնության փաթեթում։ Ասա էլ Եվրամիության անդամ չհանդիսացող Մեծ Բրիտանիայի աջակցությունը Ուկրաինային, աջակցությունը համաեվրոպական ծրագրերին։ Այո, պարբերաբար ասում է, որ Քիր Սթարմերի հետ կապված ասում են, որ նրա վարկանիշը շատ ցածր է երկրի ներսում, շատ վատ վարչապետ է եւ այլ, բայց ասում եմ, իրանք դա չափում են երկրի ներսով։ Աշխարհաքաղաքական իրավիճակի առումով Քիր Սթարմերը շատ դուրս դերակատարություն ունի եւ կյանքը ցույց կտա, կյանքը կապացուցի, որ աշխարհը ներառած քայլերը բավական բարձր կգնահատի համաեվրոպական ծրագրերին իր սերտ աջակցության համար։ Պարզա իր քաղաքացիները կարող է դժգոհեն ասեն, այս հարկերն է բարձր, այս գներն է բարձր եւ այլ, բայց շատ լուրջ խնդիր է ինքը լուծում աշխարհի համար։ Այնպես որ դե մենք դրսից ենք նայում, զարմանալի չի էլի, որ մեր տեսակետները տարբեր է։ Եվ մեկ էլ մինուտ էլի երեք տարածվեց Իրանի զինված ուժերի միացյալ հրամանատարությունը հանդես է եկել կտրուկ հայտարարությամբ արձագանքելով ԱՄՆ-ի կողմից սահմանված ծովային շրջափակմանը, Պարսից ծոցի եւ Օմանի ծոցի նավահանգիստները պետք է բաց լինեն կամ բոլորի կամ ոչ մեկի համար։ Թեհրանը պաշտոնապես հայտարարել է, որ իր տարածքային ջրերում ինքնիշխանության իրականացումը համարում է իր բնական իրավունքն ու պարտականությունը։ Իրանը կշարունակի ապահովել նեղուցի անվտանգությունը եւ թշնամու հետ կապված նավերը իրավունք չունեն եւ չեն ունենա անցնելու Հորմուզի նեղուցով, ասում է հայտարարության մեջ։ Բացի այդ, հաշվի առնելով թշնամու կողմից Իրանի ժողովրդի եւ մեր երկրի ազգային անվտանգության դեմ շարունակող սպառնալիքները, նույնիսկ պատերազմի ավարտից հետո Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռականորեն կներդնի Հորմուզի նեղուցը վերահսկելու մշտական մեխանիզմ։ Այսինքն այս հռետորաբանությունը ցույց է տալիս, որ երկու կողմներ զիջումների չի գնալու։ Բայց դուք ո՞նց եք պատկերացնում այդ լարվածությունը մեր շուրջ։ Էլի երկրի ներսի ցածրաճաշակ գզվռտոցին հետևենք ու ասենք իրականությունը սա է, բայց իրականությունը մեր շուրջ մենք չենք տեսնում ինչա կատարվում։ Մեր հասարակությունը, որը որ այս աշխարհի մի մաս է,
ուսումնասիրում է ու տեսնում է ինչա կատարում, բաղումից պետք է իմանան վերջը մենք ինչին ենք վերահսկում, ինչին ենք տիրապետում, ռիսկերը գոնե գնահատել ենք, որ մնաց կառավարելու մասին խոսենք։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ կսկսի Իրանի նավահանգիստների արգելափակումը, ըստ հայտարարության արգելափակումը կտարածվի Իրանի բոլոր նավահանգիստներում եւ որ առևտրային նավերի արգելափակումը սկսելուց առաջ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Այդ իհարկե ես մի քանի օրվա մեջ էլի տարբեր թեմաներ առաջ տարան, էս են կարել, բայց մի քանի անգամ նաեւ հրամանատարությունը ասեց մի քանի անգամ փորձել ենք այդ ամեն ինչ անել, բայց դա վերջնական վիճակի չի հանգել, դեռ այնուամենայնիվ հույս ունեն, որ կարող է համաձայնության գան։ Մի բան էլ ուղղակի նայենք, Կանադան, որը սերտ դաշնակիցը լինելով Միացյալ Նահանգների, այսօր Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է այն ժամանակները, երբ կանադացի զինվորականները յուրաքանչյուր դոլարից 70 սենտ էին ուղարկում Միացյալ Նահանգներ, անցել են։ Միասին կկառուցենք ուժեղ Կանադա, որը ոչ ոք երբեք չի կարող խլել։ Անցյալ տարի կանադական մի քանի նահանգներ խանութների տեսականուց հանել են ամերիկյան ալկոհոլը այն բանից հետո, երբ Թրամփը մաքսատուրքեր է սահմանել։ Ամենաբարձրացրել է բոյկոտի հարցը որպես առևտրային հարաբերություններում պառակտում առաջացնող գործոն։ Կանադայի, ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի միջև համաձայնագրի շուրջ բանակցություններին ընթառաջ։ Բացի այդ, Թրամփը մի քանի անգամ հայտարարել է, որ Կանադան պետք է դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը։ Իդեպ բանկիր Մարկ Քարնին տնտեսագետ շատ լավ ուղիղ աշխատում է, այնպես ճոռում չի խոսում, բայց շատ նուրբ տակից իր քայլերն անում է իր պետության շահերը սպասարկելու առումով, շատ սերտ հարաբերություններ հաստատելով Մեծ Բրիտանիայի հետ, Ավստրալիայի հետ, դե նրանք բնականon հարաբերություններ ունեին Միացյալ Թագավորության հետ, դա նոր չի, բայց եթե ինչ որ կապերը դա այսպես ասած ֆորմալ բնույթ է կրում, հիմա իրանք դա առարկայական են դարձնում այդ ամեն ինչը։ Զուտ նաև ֆինանսական հարցերով, նույն բանկային հարցերով, նույն տնտեսական հարցերով բավական լուրջ համագործակցություն են սկսում, որը բոլոր պարագաներում նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերի դեմ է։ Քայլ առ քայլ իրանք այդ անկախությունն անում են։ Elə չեմ խոսում այն մասին, որ Կանադան ներգրավված է եվրոպական անվտանգության խնդիրներում, ասում է ինձ խաղից դուրս չթողեք, բոլոր ծրագրերի մեջ ինքը ներգրավված է։ Ինչի համար իր բարեկամից թշնամի ստացավ, դե չասենք թշնամի, բայց համենայն դեպս հակառակորդ ստացավ Դոնալդ Թրամփը, ինչ հարցեր դրանով լուծում, ավելի լավ դա Կանադային նեղացնես, Մեծ Բրիտանիային նեղացնես, Եվրոպական անդամ երկրներին նեղացնես, Եվրոմիության մեջ մի հատ Օրբան գտնես, պաշտպանես ընդդեմ Եվրոպայի էնել է ջոհոթը նրան մերժի, սա ինչի համար է։ Մենք ում վրա ենք հույսներս դնելու նոր աշխարհակարգի հետ կապված։ Դա է պատճառը, որ պետք է ամեն օր մեր մատը պահենք աշխարհաքաղաքական զարկերակի վրա, որպեսզի պատկերացնենք, թե ինչ է կատարվում աշխարհում։ Դե ինչ այսօր այսքանը, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։